հարգելի իմ դիտող, քանի որ իմ նատալ քարտերի ուսումնասիրության ժամանակ ես առանձին անդրադարձել եմ Աննա Հակոբյանի նատալ քարտին եւ ասել եմ, որ օգոստոսի վերջ սեպտեմբեր ամիսը իր համար դժվար բարդ ամիս է լինելու։ Ես էլ այն տարոլոգը չեմ, հա, որ ասեմ ու ասեմ առաջ ու հետևողական չլնեմ իմ խոսքերին, այսինքն մնա այն վերջում կլսեն, չեն լսի, կանցնի երկար ժամանակ, կմոռանաք իմ կանխատեսումների մասին, ես էլ չեմ անդրադառնա, կլինի, չի լինի, հենց կլինի կանդրադառնամ, sense մի հատ հեռախոսով էլ հիշեցում կանեմ, որ այտենց բան եմ ասել, տեսեք, օй զուգադիպեց իմ տեսողականությունը եւ այլը, ես իմ յուրաքանչյուր բերանիցս հելած բառի տերն եմ եւ շատ հետեւողական եմ, ես էլ մարդ եմ, ես էլ սխալվելու իրավունք ունեմ, ես իմ սխալը կընդունեմ առանց այսպես ավելնորդ մեծամտությամբ կամ ավելնորդ ցինիզմի, բայց հիմա ինչ վերաբերվում է Աննա Հակոբյանին, ես նայեցի իր սեպտեմբեր ամսվա ոչ թե նատալ քարտեզը, ոչ թե իր այսպես քարտեզը, այլ հենց հորար քարտեզ կազմեցի եւ ստացա Աննա Հակոբյանի ուրեմն սեպտեմբեր ամսվա ողջ իրադարձություններն ու էներգիան։ Ուրեմն ես այս քարտեզը ստացել եմ 3 փաստորեն չեմ ունեցել հնարավորություն տեղադրելու, բայց կխոսեմ այս քարտեզի մասին, որովհետեւ այստեղ շատ գլխավոր կարևոր բաներ ունեմ ձեզ փոխանցել, ուրեմն ըստ հորար քարտեզի ասցենդենտը գտնվում է երկորյակներում, երկորյակի մոլորակը ինքը Մերկուրին է, քանի որ երկորյակները ուրեմն շատ դինամիկ նշան է, կապված է տեղեկատվության, փաստաթղթերի, շփումների կամ ուղևորությունների հետ։ Դեսցենդենտը գտնվում է աղեղնավորում, 7-րդ տան կուսպիդ աղեղնավորում է, ինչը ցույց է տալիս, որ գործընկերներ կամ հակառակորդներ կարող են լինել ազդեցիկ արտասահմանցի կամ իրավական ոլորտի ներկայացուցիչներ, կառավարիչ Յուպիտերն է դա ասում։ Ուրեմն նպատակների կարիերի այտուն ղեկավարում է Նեպտունը կամ ավանդականով Յուպիտերը։ Սա կարող է խոսել անորոշության, գաղտնիության կամ հոգևոր ստեղծագործական նպատակների մասին։ Մերկուրի եւ Լուսինի վիճակը իրենտի կառավարիչները։ Մերկուրին գտնվում է առյուծում, 3-րդ տանը։ Մերկուրին առյուծում էներգետիկ է, ձգտում է ինքնաարտահայտման, սակայն կարող է լինել սուբյեկտիվ, 3-րդ տանը գտնվելը ուժեղացնում է նամակագրության, տեղեկատվության, հոսքի եւ մտերիմների հետ կապված թեմաների մասին։ Կարևոր է ուրեմն, որ Մերկուրին այստեղ կապված է հարավային հանգույցի կետուի հետ, ինչը հորարում կարող է նշանակել էներգիայի կորուստ, անցյալի սխալների վերադարձ կամ հարցի դանդաղում։ Լուսինը աղեղնավորում 6-րդ տան, Լուսինը 6-րդ տանը առօրյա աշխատանք, պարտավորվածություն, առողջություն, հաճախ հուշում է հարցի էմոցիոնալ կապվածությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ առողջական խնդիրների հետ։ Լուսինը ունի քառակուսի, ուրեմն ընդդիմություն, օպոզիցիա ասցենդենտի հետ, ինչը լարվածություն է ստեղծում ներքին ցանկությունների եւ արտաքին նպատակների միջեւ։ Մոլորակների կուտակումների 2-րդ տանը ֆինանսների եւ ռեսուրսներ, Մարսը խեցգետնում, Մարսը այստեղ 2-րդ տանն է եւ անկում է ապրում։ Սա ցույց է տալիս ֆինանսական անհանգստություն, ռեսուրսների համար պայքար կամ էմոցիոնալ իմպուլսիվ ծախսեր։ Յուպիտերը խեցգետնում 2-րդ տանը, այստեղ էքզալտացիայի մեջ է, ինչը մեծ պաշտպանություն եւ հաջողություն է բերում ֆինանսական գործերին, չնայած Մարսի լարվածությանը։ Արևը առյուծում 2-3-րդ տան սահմանի իր սեփական նշանում է, ինչը ուժեղ ցուցիչ է, կենտրոնացում է նյութական հարստության, անձնական արժեքների եւ հեղինակության վրա։ Ասպեկտների վերլուծում, ուրեմն Մերկուրի առյուծ Պլուտոն ընդդիմություն, սա քարտեզի ամենալարված առանցքներից է, խոսում է մտավոր ճնշման, կոնֆլիկտների, գաղտնիքների բացահայտման կամ հզոր արտաքին ուժերի կամ համակարգերի հետ բախման մասին։ Սատուրն Նեպտունը խոյում 10-րդ եւ 11-րդ տանտներում, նրանք երկուսն էլ ռետրոգրադ են, ռետրոգրադ Սատուրնը 10-րդ տանը դանդաղեցնում է սոցիալական առաջընթացը եւ պահանջում է վերանայել պատասխանատվությունը։ Վեներան կույսում 4-րդ տանը, Վեներան կույսում անկման մեջ է,
տան, ընտանիքի կամ անշարժ գույքի հարցերում առկայեն չափից ավելի քննադատական մոտեցում կամ չոր հաշվարկ։ Եթե ուրեմն այսպես խտացնեմ քարտեզը սեպտեմբեր լինելու է ֆինանսական, փաստաթղթային եւ տեղեկատվական ակտիվության շրջան երկրորդ, երրորդ եւ տների հետ կապված։ Կան թաքնված լարվածություններ, Մերկուրի Պլուտոն ընդդիմություն, Լուսինը 6-րդ տանը, ինչը պահանջում է զգուշություն առողջության եւ պաշտոնական բանակցությունների հետ։ Տեսեք, դատական գործերի առաջընթացը 7 եւ 6-րդ տներ, 7-րդում դատավարություն, հակառակորդ կողմ, կուսպիդը աղեղնավորում է տիրակալը Յուպիտերը, որը գտնվում է Խեցգետում 2-րդ տանը։ Յուպիտերն այստեղ էկզալտացված է, ուժեղ դիրքում է գտնվում, ինչը նշանակում է, որ հակառակորդ կողմը կամ դատական համակարգը ունի մեծ ռեսուրսներ, ազդեցություն, փաստեր եւ հաստատակամություն։ 6-րդում դատական քաշքշուկներ, թշնամիներ, Լուսինը գտնվում է 6-րդ տանը, աղեղնավորում։ Սա հուշում է, որ իրավիճակը հուզականորեն շատ սուր է եւ քվիրենտ է, այսինքն տիկին Աննան ստիպված է էներգիան վատնել այս պրոցեսների վրա։ Բացական ասպեկտներ եւ սահմանափակումներ։ Մերկուրին առաջին տան տիրակալ Պլուտոնի ընդդիմությունը, առաջին տան տիրակալ Մերկուրի, երրորդ տնից փաստաթղթեր, հայտարարություններ, ուղիղ հարված ընդդիմություն է ստանում 9-րդ տան դատարան օրենք Պլուտոնից եւ սա հորարում դասական ցուցիչ է ճնշումների իրավական կոշտ հակազդեցության կամ պետական դատական համակարգի կողմից դրվող արգելանքներ։ Մերկուրիի միացությունը հարավային հանգուցում Կետուի հետ։ Երրորդ տանը այս միացությունը ցույց է տալիս, որ ձեռքերի կապվածություն, տեղեկատվական սահմանափակում կամ փաստաթղթային արգելքներ, օրինակ ելքի սահմանափակում, հաշիվների կալանք կամ գործի կասեցում։ Կետուն խլում է Մերկուրիի ճկունությունը։ Ինչ որ գործեր կարող են կասեցվել։ 12-րդ տուն մեկուսացում, գաղտնի թշնամիներ եւ արգելքներ։ 12-րդ տան կուսպիդը ցուլում երկորյակներում է։ Տիրակալ Վեներան գտնվում է կույսում, անձնական անկման մեջ 4-րդ տանը։ Սա կարող է նշանակել տան կամ հայրենիքի հետ կապված սահմանափակումներ, օրինակ տնային կալանքի վտանգ կամ սեփական հարկի տակ մեկուսացված ճնշված զգալու վիճակ։ Ռետրոգրադ Սատուրնը, թեև այն 10-րդ, 11-րդ տների սահմանն է, նրա ռետրոգրադությունը եւ դիրքը խոյում անկում է հուշում եւ օրենքի ուժի դանդաղ, բայց խիստ սահմանափակող ազդեցության մասին։ Գործընթացները ձգձգվելու են, ցավոք սրտի։ Աստղաբանական եզրակացություն։ Քարտեզն ունի հստակ արգելքների եւ իրավական ճնշման ֆոն։ Պլուտոն Մերկուրի Կետու։ Սակայն քանի որ 7-րդ տան տիրակալու Յուպիտերը 2-րդ տանը էկզալտացված է, իսկ Մարսը թույլ է Խեցգետնում, հարցը կարող է լուծվել ոչ թե ագրեսիվ դատական հաղթանակներով, այլ ֆինանսական, ռեսուրսային, լուրջ զիջումների կամ պարտադրված համաձայնությունների գնով։ Այստեղ Լուսնի եւ Մերկուրիի դինամիկան, ինգրեսիաներ եւ ասպեկտներ։ Լուսնի շարժումը փոփոխությունների սկիզբ։ Քարտեզում Լուսինը աղեղնավորի վերջին աստիճանում է, մոտ 25-ից 26 աստիճան, այն պատրաստվում է իգրեսիա կատարել այս եղջյուրում։ Ինչ է սա նշանակում։ Աղեղնավորի էմոցիոնալ լավատեսական կամ փոթորկոտ վիճակից լուսինն անցնում է ացեղջյուրի սառը սահմանափակող կանոնակարգված դաշտ, որտեղ նա վտարման մեջ է։ Սա հուշում է, որ հուզական պատրանքները սեպտեմբերին փոխարինելու են չոր իրականությամբ, պետական կառույցների կոշտ պահանջներով եւ կարգապահություններով։ Աջեղջյուրը մտնելուն պես Լուսինը հաջորդաբար հանդիպելու է 9-րդ տան Պլուտոնի հակադրությանը 3-րդ տան Մերկուրիի քառակուսուն։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի սկզբին դատական իրավական լարվածությունը հասնելու է գագաթնակետին։ Սա այսպես կրիզիսային կետ է կոչվում։ Մերկուրիի շարժումը ելք ճնշումից։ Քարտեզում Մերկուրին այռուցի 23 աստիճանում է Կետուի հարավային հանգույցի կապանքների մեջ եւ Պլուտոնի ուղին հարվածի տակ է։ Ինչ է սա նշանակում։ Օգոստոսի վերջին օրերին, սեպտեմբերի սկզբին Մերկուրին
իգրեսիա է անում կույսի նշան, իր տիրապետության և էգզալտացիայի տեղը, սա ամենալավ ցուցիչն է այս քարտեզում, թեև հիմա նա ճնշված է, սահմանափակված է սեպտեմբերի, ուրեմն տիկինի միտքը, տեղեկատվական հոսքերը և փաստաթղթային գործերը կտրուկ ուժեղանալու են, տիկինը կգտնի հստակ իրավական լուծումներ, կդառնա ավելի հաշվենկատ, պրագմատիկ և կկարողանա ինտելեկտուալ առումով հաղթահարել Պլուտոնի ճնշումը, մանյովրել սրված իրավիճակը։ Աննայի ընդհանուր էներգիան սեպտեմբերին պարտադրված տրանսֆորմացիա և ֆինանսական վերահսկողություն, ներքին վիճակը ստրես, ինքնապաշտպանություն, Աննայի էներգիան բավականին լարված է և սպառվող, Մարսի և Յուպիտերի ներկայությունը Խեցգետնում երկրորդ տանը ցույց է տալիս, որ նրա ողջ էներգիան ուղղված է իր ընտանիքի տան անձնական անվտանգության և ռեսուրսների պաշտպանությանը, Մարսը Խեցգետնում էներգիան դարձնում է պաշտպանողական, ագրեսիվ, երբ մարդը հարձակվում է միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իր բույնն է վտանգված, մտավոր և սոցիալական էներգիան, հոգեբանական ճնշում, Մերկուրի Պլուտոն առանցքը ցույց է տալիս, որ սեպտեմբերին նրա վրա լինելու են մեծ տեղեկատվական կամ հոգեբանական ճնշումներ արտաքին աշխարհից, հնարավոր է մամուլ, դատական համակարգ, հանրային կարծիք, նա ստիպված է լինելու հրաժարվել հին պատկերացումներից, այդ է ասում կետում, ռեսուրսներ, էներգիա, իր փրկող ուղղակը, ամենաուժեղ էներգետիկ կետը էգզալտացված Յուպիտերն է, Աննան ունի ներքին մեծ հոգևոր ուժ, տոկունություն կամ ազդեցիկ մարդկանց ֆինանսների թաքնված աջակցություն, որը թույլ չի տա, որ նա էներգետիկ կամ նյութական սննկացում ապրի, որքան էլ սահմանափակումները խիստ լինեն, նրա թիկունքին կամ պաշտպանողական էներգիա։ Ուրեմն քաղաքական հայտեր և հանրային պայքար, Մերկուրի Պլուտոն, տեղեկատվական պատերազմ և ճնշում, առաջին տան տիկնոջ տիրակալի Մերկուրի ուղիղ ընդդիմությունը, 9-րդ տան օրենքը գաղափարախոսություն, արտասահմանյան ուրեմն տարածքներ, Պլուտոնի հետ ցույց է տալիս, որ նա գտնվում է հանրային կոշտ քննադատության, տեղեկատվական հարձակումների կամ քաղաքական լուրջ բախումների կենտրոնում, բռնության դեմ արշավներ, սպառնալիքներ, Մերկուրիի դիրքը այրուծում, 3-րդ տուն, խոսք և մեդիա, Կետուի հարավային հանգույցի հետ միացությունը հստակ արտացոլում են նրա վերջին հանրային ակտիվությունը ընտանեկան բռնության թեմաներով, սակայն Պլուտոնի հակադրությունը հուշում է, որ այս թեմաների բարձրաձայնումը նրա համար առաջացնում է հոգեբանական մեծ ստրես կամ անվտանգային իրավական սպառնալիքի ֆոն։ Դատական գործերի իրավական ոլորտ 7 և 6-րդ տներ, դատական գործերի ընթացքը, ինչպես նշեցինք, քարտեզում կա դատական գործերի հստակ շեշտադրում, 7-րդ տան տիրակալ Յուպիտերը Խեցգետնում էգզալտացված է, ինչը նշանակում է, որ դատական համակարգը կամ հակառակորդ կողմը ունեն մեծ ազդեցություն, սակայն քանի որ Յուպիտերը գտնվում է նրա երկրորդ տանը, դատական իրավական հարցերը սեպտեմբերին կարող են կարգավորվել, ջրվել, լուծվել, ուրեմն նյութական ֆինանսական համաձայնությունների կամ իշխանական լծակների միջոցով։ Ներքին կայունություն, ընտանեկան ֆոն, ընտանեկան և տան հարցեր, Վեներան գտնվում է կույսի 4-րդ տանը, ընտանիքի անշարժ զույգի և հայրենիքի կետում և այնտեղ անկման մեջ է, սա հուշում է, որ սեպտեմբերին ուրեմն առաջին տիկնոջ համար ամենախոցելի ու անհանգիստ վայրը լինելու է հենց իր տունը, ընտանեկան միջավայրը կամ անձնական անվտանգության գոտին, առկային չափից ավելի լարվածություն, հաշվարկներ կամ սառնություն մտերիմների հետ հարաբերություններում, Լուսնի ուրեմն իգրեսիան ածիղջուր, Լուսնի անցումը ածիղջուր, վտարման նշան, սեպտեմբերի սկզբին նրանից կպահանջվի առավելագույն էմոցիոնալ զսպվածություն, պատրանքների ժամանակ արդեն անցել է, դա ստիպված է լինելու գործել շատ կոշտ, սառնասիրտ և կանոնակարգված։ Էս սենց հանրային իմիջի անորոշություն MCS ձկներում, կարիերայի և ստատուսի տունը ցույց է տալիս, որ սեպտեմբերին նրա հանրային դիրքը և իմիջը դառնում է խիստ անորոշ, միստիկ կամ քննարկվող։ Առողջական ֆոնը ստրես,
հանրային ճնշում, սկանդալներ անմիջականորեն հարվածելու են նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակին։ Պսիխոսոմատիկա և հուզվածություն, էներգիայի չափից ավելի մեծ կորուստահանքնության կամ նյարդային ստրեսը կլինեն սեպտեմբերի առաջին կեսին գլխավոր մարտահրավերը։ Նա ստիպված կլինի ետ քաշվել ակտիվ հանրային դաշտից, իմիջի մշուշապատում, ձկների ազդեցությամբ, սեփական առողջությունը և ներքին ռեսուրսները վերականգնելու համար։ Լուսնի մոտեցումը Պլուտոնի Սատուրնի կոշտ առանցքին առաջիկա օրերին և սեպտեմբերի սկզբին, երբ լուսինը կտրուկ անցնի Ած եղջյուր նշան, իր վտարման վայրը, նա ակտիվացնելու է քարտեզի ամենավտանգավոր կետերը։ Այն կմտնի ուղիղ հակասության մեջ երկրորդ տան Մարսի հետ և քառակուսի կձևավորի 10-րդ տան ռետրոգրադ Սատուրնի հետ։ Սա աստղաբանության մեջ կոչվում է չարաբաստիկ մոլորակներ և այդ մոլորակների ծանր ազդեցությունը։ Նրա համար սա նշանակում է հանրային ճնշման կտրուկ մեծացում, կորուստների վախ և կոշտ իրավական սահմանափակումներ։ Նա ստիպված է լինելու դուրս գալ առյուծի պաշտպանական հպարտությունից, առյուծը տվյալ դեպքում իր ամուսինն է, դեմ առ դեմ բախվելու է չոր փաստերի, դատական թղթաբանության և սեփական անվտանգության տան խնդիրներին։ Սա այն շրջանը, երբ ստիպված ես լինում վճարել քո հաշիվները։ Так, այդքան չեմ ուզում երկարացնեմ։ Ուրեմն Անդա Հակոբյանի ծննդյան պաշտոնական տվյալները գտնելուց հետո ես այն վաղ ասել եմ փետրվարի 1, 1970 թվականին, ծննդավայրը Երևան, Հայաստան և արևը գտնվում է ջրհոսում։ Կազմեցի ռադիքսը, Պլուտոնի տրանզիտը նրա նատալ արևի վրայով մեծագույն ճնշում է գործադրում, գտնվելով 9-րդ տանը։ Սա նշանակում է, որ նա անցնում է իր կյանքի ամենածանր տրանզիտներից մեկով, տրանզիտային Պլուտոնի միացությունը նրա նատալ արևի հետ։ Իշխանության ազդեցության կորուստի վտանգ, լիակատար տրանսֆորմացիա և հսկայական հանրային պետական ճնշում։ Հորարի Մերկուրի Պլուտոն ընդդիմությունը հարվածում է նրա առանցքին, արևի առանցքի վրա է։ Ուրեմն Հորար քարտեզը հաստատում է, որ իրավիճակը գնալով սեղմվելու է, կարող է իրավական, սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ։ Սատուրնը այս քարտեզում գտնվում է Խոյի սկզբում 10-րդ տանը, Սատուրնի դիրքը Հորարի բարձրագույն կետում MC-ում և նրա ապագա կապը նրա նատալ մոլորակների ցույց է տալիս, որ արգելքները լինելու են պաշտոնական և վերևից պարտադրված։ Սա ուրեմն տարիներ տևող մեծ տրանսֆորմացիոն ցիկլի գագաթնակետն է Պլուտոն արև։ Հին կարգավիճակի ազդեցություն և հանրային դիրքի փլուզում և կործանման հստակ ցուցիչներ քարտեզում։ Պլուտոնի միացումը նատալ արևին, կառուցվածքային փլուզում, ինչպես նշվեց Պլուտոնի անցումը ջրհոսով, նրա նատալ քարտի արևի վրայով ամենաարմատական և անդառնալի տրանզիտն է։ Աստղաբանության մեջ սա կոչվում է Ֆենիքսի էֆեկտ, որը հաճախ ուղեկցվում է նախկին ողջ կյանքի իշխանության և սոցիալական դիրքի լիակատար կործանմամբ։ Իրավական, դատական գործընթացների կամ միջազգային պաշտոնական կառույցների կոշտ հարվածների միջոցն էր Պլուտոնը քարտեզում 9-րդ տանը։ Մերկուրի կետու միացությունը, ռեսուրսների և ազդեցության զրոյացում։ Սատուրնը MC-ում պաշտոնական դիրքի կորուստ, պետական կամ կարգավիճակային կորուստները անխուսափելի են։ Այս քարտեզը ոչ թե ժամանակավոր դժվարությունների, այլ մի ողջ դարաշրջանի ավարտ և նախկին իմիջի և դիրքի հիմնահատակ փլուզման սկիզբն է։ Սա էլ տիկին Աննայի հորար քարտեզը և ռադիքսը իր նատալ քարտի հետ մեկ անգամ ևս հաստատում է իմ ամիսներ առաջ ուսումնասիրությունը 2026 թվականի նատալ քարտի
սպասենք իրադարձություններին, բոլորս ականատես կլինենք, չնայած այնտեղ կգնա ջրում, կուլիսային խաղեր, գաղտնի փոխհամաձայնություններ, կօգտագործվեն լծակներ, բայց շուտով մոլորակը շարժվում է, այսինքն թողնում է այրուց ու շարժվում է առաջ, սա նշանակում է, որ չի կարող ունենալ այսպես ազդեցիկ լծակների օգնություն, ի վերջո որպես վարչապետի վարչական օգնություն կամ վարչապետի աջակցությունը, որովհետև ինքը վարչապետը մեկն լինի արդեն իրան օգնի, իրան փրկի այդ վիճակն ալնելու, այսպես